այլ է մտքով ցանկանալը, այլ է սրտով ցանկանալը։ Միտքը մտածում է, սիտը զգացում ապրում։ Ավետանում մեր Տերն ասում է, նայեցի սրտումդ ցանկացար։ Կարող է նայես, բայց սրտումդ չցանկանաս, կարող է մտածես, բայց իրականություն չդառնա։ Ուրեմն մի վանական ճգնում է իր խցում եւ անընդհատ մտածումներ են գալիս, որ թողնի իր խուցը եւ գնա աշխարհ։ Աշխարհում, որովհետեւ ամբողջ օրը աշխարհի մասին էր մտածում։ Իրեն այդպես էր թվում, որ ամբողջ իր միտքը, մտածողությունը, իր ամբողջ ուշադրությունը աշխարհի վրա է սևեռված։ Նաև գնում է մի ծերին հարցնում է, ասում է, ես չեմ դիմանում, արդեն միտքս ամբողջ կուտակվել է ամպերով։ Թողնեմ գնամ աշխարհ, ինձ այսպես ավելի լավ կլինի։ Եվ ծերը իմաստուն պատասխան է տալիս, ասում է, իսկ դու որտեղ ես գտնվում այս պահին, ասում եմ, խցում եմ գտնվում։ Միտքդ ուր էլ թափառի, վերադառնալու է քո իրականություն։ Քո իրականությունը քո տունն է, քո կյանքն է, քո բնակարանն է, քո էությունն է, քո բովանդակությունն է։ Այսինքն մենք իրականում պետք է մտասևեռվենք բարի բաների վրա։ Այդ մասին մի ուրիշ պատմություն ձեզ պատմեմ։ Մի մայրիկ էլ լինում, որ ունենում է երկու դուստրեր։ Մեկը անձրևանոցներ է վաճառում, մեկը ռշտա է վաճառում։ Անձրևանոցները վաճառելու համար պետք է անձրև կար։ Ռշտան վաճառելու համար պետք է արև լիներ, որ չորանա։ Մայրիկը առանձին էր ապրում, իր աղջիկներն առանձին էին ապրում։ Եվ ամեն անգամ եւ անձրև էր գալիս, լացում էր այս մայրիկը, շատ էր լացում, տանջում էր, չարչարվում էր։ Ինչու՞, որովհետեւ ասում էր, իմ ավակ աղջկա ռշտաները չչորացան, որ վաճառ։ Եվ միշտ լացում էր, արև լինի, անձրև լինի, այս մայրիկը անընդհատ լացում էր։ Մի իմաստուն ծեր տեսնում այս մայրիկին, ասում է, ինչու ես արտասում, ասում է, ասենց, եթե որ արև է լինում, մտածում եմ աղջկաս անձրևանոցները չվաճառվեցին եւ հակառակ։ Ասում է, դու ճիշտ մտածիր, եթե անձրև է գալիս, ուրեմն անձրևանոցները կվաճառվեն, եթե արև է լինում, ռշտաները կվաճառվեն եւ ամեն ինչ կմնի տեղ, միշտ ուրախ կլինես։ Եվ այդ օրվանից մայրիկը անընդհատ ուրախ էր, որովհետեւ արև լիներ, անձրև լիներ, բարի էր։ Եվ եղանակի համար վատ եղանակ չկա։ Նայես, թե դու ինչպես ես տրամադրվում, եղանակ ասելով ես կյանքի իրադարձություններն եմ ասում, որևէ վատ բան չկա կյանքում, նայես, թե դու ինչպես ես ընկալում դա, ինչպես ես գնահատում, ինչպես ես ընդունում, ուրեմն ինչ էլ որ լինում կյանքում, փառք Աստծո։ Ուրեմն մի հսկա է լինում, ամեն ինչ ունենում է, ամեն ինչ, որևէ բանի պակաս չունի։ Եվ մի բան հոգու մեջ պակասես, ասում է գնամ շրջեմ աշխարհը, տեսնեմ թե ինչ կա աշխարհում։ Իր թագավորությունից դուրս է գալիս, տեսնում է մի մարդ դաշտում վար է անում երկու եզներով, բայց եզներից մեկը սատկել է ընկել, մյուսը մնացել է։ Այս մարդն էլ ծնկել է, ասում է փառք քեզ Տեր Աստված։ Մեկ էլ հսկան գալիս, ասում է ինչու ես Աստծուն փառք տալիս էլի։ Եզներից մեկը սատկել ասում է, էլ ինչով վար պետք է անես։ Ասում բայց մեկն էլ մնացել է փառք Աստծո։ Ասում որ դու այդքան բարի մարդ ես, իր պարկը հանում է ոսկի է տալիս, ասում է գնա քո համար ես գնիր, որ երկու վար ասում է առավել եւս փառք Աստծո։ Եվ մի մեծ դաս ստանալով այս հսկան, որովհետև ամեն ինչ ուներ, բայց երկրորդ Աստծուն փառք չէր տվել, վերադառնում է իր դղյակը։ Երբ որ մտնում է իր պարսպիցներ, տեսնում է ամբողջ դղյակը վառվում, այրվում, ոչնչանում։ Հիշում է,
այդ աղքատին, որ եզը կորցրել էր, ասում փառքեր տա, այս ծնտի էր գալիս, ասում է փառք ես, թե Աստված, որ մի բան կար, մի բարի բանի համար էր, որ այս դահյակը վառվում, ամեն ինչի համար փառք ես, ճիշտ ժամանակին իմաստություն սովորեց, եթե մինչև այդ դղյակը վառվեր, շատ ծանր պիտի տաներ, չէ, ինքը ամեն ինչ ուներ, բայց էլի գոհ չէր իր վիճակից, բայց հիմա մի անգամից կորցրեց ամեն ինչ, բայց ձեռք բերից հավատք, ձեռք բերից իմաստություն, ձեռք բերից վստահություն, առ Աստված, մենք ամեն ինչ պետք է Աստծուն փառք տանք, ուրախության և դժվարության, նեղության և լիության մեջ, հիմա եթե մենք հիշենք դրախտային պատմությունը, կտեսնենք, որ Ադամն ու Եվան չկարողացան իրար հետ ուրախությունը կիսել, չէ, որտև երկար չմնացին դրախտում, իրականում իրանք իրար հետ ուրախություն կիսեն, բայց երկար ժամանակ չկարողացան այդ ուրախություն իրար հետ կիսել, բայց տխրությունը մնացյալ իրենց կյանք 930 տարի ապրեց Ադամը և Եվան էլ որոշակի տարիներ, այդ տխրությունը ավելի երկար, 1000 տարի կիսեցին իրար հետ, բայց ուրախություն չկարողացան իրար հետ կիսել, այսինքն շատ կարևոր է, որ մենք թե ուրախության և թե տխրության մեջ կարողանանք փառք տալ Աստծուն, հիմա տեսեք նախանձի առանձնահատկությունն ինչ է, որ ինքը չի կարողանում տանել ուրախությունը, բայց ուրախանում է դժբախտության վրա, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ինչ է չար նախանձը, ծնվում է չարից, պատերազմում է բարու դեմ, Սատանայի նախանձը ինչ է, չարիքից ծնվեց և պատերազմեց բարու դեմ պատերազմել, Աստծո դեմ պատերազմեց, հետո էլ պատերազմեց Ադամի դրախտային կյանքի դեմ և դրախտին վտարեց Ադամին, հիմա եթե մենք ուզում ենք այս չար նախանձը հաղթահարել, մենք նախ և առաջ մեր միջից, սրտի միջից պիտի հանենք չարությունը, ոչ թե մտքով ամեն ինչ կանցնի կգնա, մտքին շատ ուշադրություն չդարձնենք, որտև երբեմն չարը մեզ մտքով շեղում է, հեռացնում է, որպեսզի մենք իրական մեր սրտի պատկերը չտեսնենք, եթե մենք ուզում ենք չար նախանձի դեմ պայքարել, պետք է բարի նախանձավորություն ձեռք բերենք, որն է բարի նախանձը կամ բարի նախանձավորություն ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբ որ ծնվում է սրտի ու բարից է ծնվում և պայքարում է չարի դեմ, չար նախանձը սրտի չարից էր ծնվում, պայքարում էր բարու դեմ, սա հակառակն է, սրտի բարիքից է ծնվում և պայքարում է չարի դեմ, միտքը հեռացնում ենք մտքերը, մտածումները, հեռացնում ենք մեզ, մտնում ենք մեր սիրտ, լավ իմաստուն խոհեմ կերպով քննում ենք այնտեղ, ամեն տեսակի չարիք մաքրում ենք, բարությամբ ենք լցվում և այդ բարությամբ պայքարում ենք չարի դեմ, ամեն տեսակի չարի դեմ, թե անձնական, թե ընդհանրական, թե ամեն տեսակի չարի դեմ ենք մենք պայքարում և այդպես հաղթահարում ենք, ուրեմն ամեն ինչի մեջ պետք է մենք փառք տանք Աստծուն և որևէ կերպ չպետք է տրտնջանք, դրգոհենք և բարիով պայքարենք չարի դեմ, ինչպես Պողոս առաքյալը